Փոքրուց սիրել եմ այս նախասիրությունը, ասեմ։ Տեսել եմ իմ դաստիարակչուհուն աշխատելիս, գործելիս, մանկապարտեզում, շատ եմ հավանել, ես շողեր չեմ ունեցել, ձկան փշեր եմ վերցրել եւ թելերը փաթաթելով ձգտել եմ ինչ-որ մի բան ստեղծել։ Դաստիարակչուհիս նկատելով մամայիս ասում եմ, որ ես երբ մոտ ինչ-որ բան կա էլի, կարելի է զարգացնել։ Մաման գնում է արդեն շողերը, ես էլ սկսում եմ սովորել, ինձ սովորեցնում է իմ դաստիարակչուհին։ Հետո մեզ հարևանուհիներ ունեինք, հայրենադարձ։ Նրանք էլ են շատ հմուտ, սովորեցրեցին եւ հիմնականը իմ տատիկից եմ ես այդ ամենը վերցրել։ Իմ տատիկը 94 տարեկանում ասեղնագործում էր։ Իմ տղայի առաջնեկիս համար նվիրեցին փափուշիկներ նմանատիպ, ու այդ օրինակը ինձ շատ դուր եկավ եւ արդեն իմ մոտ մի միտք ծագեց, որ կարելի է տարբեր չափերի, տարբեր գույների ամեն շորի հետ, որպեսզի հագցնեմ, համ գործում էի, համ արդեն մտքիս մեջ կար, որ կարելի է եւ նվիրել։ Արդեն աղջիկների համար հուլունքներով, մի քիչ թիթիզ, մի քիչ զիզի, այդ ձևի ու արդեն բարեկամ, ծանոթ ու նվիրում եմ, ես սիրում եմ նվիրել ընդհանրապես։ Նվիրում էի ու արդեն իրենց մոտ էլ ցանկությունը առաջանում էր, առաջարկում էին, որ այսպեսի գույնով արի, այս տեսակի։ Ձերքի աշխատանքը ամենաթանկն ու արժեքավորն է, մանավանդ մամայի սիրով պատրաստածը։ Դե առաջ համացանց չի եղել, գրքերով եմ զբաղվել, սիրել եմ նկարել, արտանկարել, ասեղնագործել։ Ուղղակի հիմա շեշտը դրվել է այս ոճին, այս ձևաչափին էլի։ Փափուշիկներ, պայուսակներ, ժամանակին սեզոնայինի ժամանակ արդեն գլխակապեր, վերարկու, դերաներ, ինչ անհրաժեշտ է երեխաներին, փուճուրիկների համար դերաներ, իրենց յուպուչկաներ, ոբշում, ինչ որ ցանկանում են ծնողները, ինչ պատվիրում են։ Մնացածն էլ տեսնում եք, այս բարձիկները մնացորդներով, ինչով որ ասեք։ Եվ մտահղացումներն այնքան շատ են, որ միայն ինչ չեն անհանգստացնում, բոլորին են արդեն խառնում, տղաս է ներգրավում, հարսս, աղջիկս, նույնիսկ թոռնիկս եւ կոլեկտիվը անպայման միահամուռ նստում, որոշում եւ իրագործում ենք։ Դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ ենք անում, օրինակ ծաղկամաներ, ճղները չենք նետում, մի խոսքով մեր կարգախոսն է ոչինչ չնետել, ամեն ինչ կարելի է դրանից ստեղծել։ Ինձ թվում է մի քիչ որ խորանաս, մի քիչ լավ մտածես, կարելի է ամեն ինչ ստեղծել, էլի սիրում, քո ճաշակով, քո ուզածով։ Փափուշիկներից եմ սկսել։ Հիվանդանոց էի պարկած, այնտեղ ցանկացան գնել, մտքովս չանցավ, ես նվիրեցի առաջինը, բայց մայրիկները խնդրեցին, ասեցին մենք կգնենք դա։ Իրենք էլ գինը նշանակել են, իրենց էլ սկսել եմ արդեն վաճառել։ Բարձր չեն գները, մատչելի, հարմար պետքա լինի մարդկանց համար, եսի միջ աստղաբաշխական թվերի եթե ասենք, ստեղ չեն վերցնի, սկի եթե սենց մոտենանք, Ասկերանից Ստեփանակերտ մեծ տարբերություն կա, մարդիկ կարող է ստեղ չհասկանան, բայց Ստեփանակերտում արդեն դա գնահատվի։ Ես ունեմ լավ կոլեկտիվ, բոլորը մշակույթի մարդիկ են, եւ միանգամից գնահատվում է դա Ստեփանակերտից են հիմնականում աշխատողներս։ Եվ եթե այսօր նայեք, հիմնականում բոլորի ձերքին կտեսնեք նման պայուսակներ։ Ամեն մեկը իր ոճով, իր գույնն է ընտրել, իր ուզած ձև։ Այն վատ տարիներն էին, ասեմ, 90-ական թվականներն էին, զբաղմունքը դա էր մեր, ասում ենք ինչ-որ մի բանով զբաղվենք, մոռացության տանք, եւ հիմա էլ այս վատ օրերին քարոզիա պատերազմի 44-օրյա պատերազմի ժամանակ դեպրեսիայից եւ այդ ամեն ինչից ինձ հանեց աշխատանքը, գործը, գործում էի գլխարկներ եւ ուղարկում էինք մեր տղաներին, ապահովում էին իմ աղջիկը, եղբոր աղջիկները սիրով բացիկներ էին գրում, մեջը տնում, ես նույնիսկ մոտ ժամանակ էի գործում։
Եվ իմ աղջկա փեսացուն այդ ամենը կազմակերպեց, որպեսզի ինձ հանեն այդ իրավիճակից։ Գործում էի ու զգում էի, որ դրանով եմ դուրս գալիս դեպրեսիայից։ Համբերություն նախ եւ առաջ այս գործում շատ պարտադիր է, բարի մտքեր, լավ տրամադրվածություն, ճիշտ է, չեմ կարող ասել ուրախ սիրտդ ուրախ պիտի լինի, միշտ որ կարողանաս, հակառակն էլ է լինում, երբ տխուր ես, դու ավելի ճիշտ ես կարողանում կազմակերպել ու ձևավորել այդ գործը։ Բայց հիմնականում, այո, բարի տրամադրվածությունը եւ շեշտադրումը պետք է դնել մեր հայկականի վրա։ Ես դա եմ գերադասում, կուզենայինք անվանել Nani Handmade, բրենդ ունենալ, ուղղակի դեռ չգիտենք վերջնականը այդ որոշումը թե չէ, բայց այն որ հայկականի վրա ենք շեշտադրումը դնելու, դա անպայման է։ Յո, իմ աղջկան է փոխանցվել, նա հիմա ուսանող է, սովորում է Երևանի Պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսում, մագիստրատուրայի վոկալ բաժին, դասական վոկալ, բայց ամեն ձևի աշխատանքներ ինքը կարողանում է կատարել, նույնիսկ այն, ինչ ես չեմ արել, մակրամե, կոպիներ է գործում իրենց արդվին ազգագրական երգչախմբի տղաների, աղջիկների համար։ Թելերը ինքն է գնում, Երևանից ուղարկում, հիմնականում արդեն որ նկատեց, որ մոտս այդ ցանկությունը կա եւ այլն եւ ոգեվորվում եմ, որ վաճառվում է, մարդկանց դուր է գալիս իմ աշխատանքը, մեծ հաճույքով են արդեն պատվիրում, ուրախությամբ ինքը ուղարկում է թելերը եւ ոգևորում։ Վայ, լիցքավորվում եմ դրական լիցքերով աշխատելուց, կարող եմ ուղղակի լսել հեռուստացույցը, չնայել, բայց հաճույքով զբաղվել ու դա իմ համար ավելին է, քան շրջեմ, ես չգիտեմ ուր գնամ, ես ինչեր անեմ, այո, ինձ համար ավելի լավ է տանը մնալ եւ նման աշխատանքով զբաղվեմ։ Սա հանգստություն է, փաստորեն ես լիցքաթափվում եմ եւ սրանով հանգստանում եմ։ Բայց եթե գործեր շատ ունեմ, օրա լինում եւ չեմ էլ զբաղվում սրանով, ուղղակի մտքերիս մեջ արդեն ինչ որ բաներ եմ գծում, որ ինչ պետք է հետագայում անել։ Միտք տվեց աշխատողս, պարուհիս, ասեց ես կուզենայի սիրուն գոտիներ ունենալ, բայց ոչ ստանդարտ, մի խոսքով դա պետքա մտածենք դրա վրա, աշխատենք, բայց այդ միտքը դուր եկավ մեզ, ինձ թվում է մոտ ժամանակները չեմ ուզում փակագծերը բացել, բայց կունենանք նաև նման գեղեցիկ արտադրանք։ Երաժիշտները բարի, տաղանդաշատ, միակողմանի չէ, բազմակողմանի զարգացած մարդիկ են, ինչից էլ որ բռնեն ու սկսեն ինձ թվում է իրենց մոտ լավ կստացվի, ուղղակի, հա, դա պետք է լինի մեջդ, երաժշտությունը ոգևորում է, աշխատանքն էլ թևեր է տալիս։ Չեմ կարծում, թե կարելի է առանց սիրելու կամ առանց բարիության ինչ որ մի լավ բան ստանալ, չէ, մարդու մեջ պետք է այդ ամենը լինի անպայման, որպեսզի արտացոլվի աշխատանքիդ մեջ։ Անպայման կարելի է նախասիրությունը դարձնել գործ եւ դա համ հաճելի է, համ շահավետ, համ էլ պետությանն էլ օգտակար կլինենք, օգտակար մարդիկ կդառնանք։